Պատկերացրու, իշխանությունը գալիս է ոչ թե երկար մնալու, այլ միայն 100 օրով, մի նպատակով ուղղել ընտրական համակարգը, հետո ինքնակամ հեռանալ։ Մեր նպատակն է մասնակցել 2026-ի ԱԺ ընտրություններին, կազմել 100 օրվա կառավարություն, կատարել 3 կոնկրետ փոփոխություն, կազմակերպել արտահերթ ընտրություններ և լուծարվել։ Այսինքն, ամբողջ իշխանությունը նախատեսված է որպես անցումային կառավարում, ոչ թե մշտական իշխանություն։ Ինչ ենք փոխում 100 օրում։ Կայուն մեծամասնության չեղարկում։ Այս մեխանիզմը հիմա թույլ է տալիս, որ նույնիսկ փոքր տոկոս հավաքած ուժը վերջում ստանա արհեստական մեծամասնություն 52% մանդատներով։ Ընտրական շեմի իջեցում մինչև 1%։ Բարձր շեմի պատճառով ընտրություններում մեծ քանակով ձայներ փոշիանում են։ Լուծումը շեմը իջեցնել, որ նույնիսկ 1% աջակցություն ունեցող ուժը ներկայացված լինի խորհրդարանում։ Բոլորին դեմ եմ քվեաթերթիկ։ Որպես ընտրության տարբերակ, մարդը կարող է քվեարկել բոլորին դեմ, ոչ թե ընտրել չարիած փոքրագույնը։ Այդ ձայները վերածվում են դատարկ մանդատների, որոնք չեն փոխանցվում այլ ուժերին։ Ինչպես ենք հեռանում իշխանությունից։ Մենք կատարելու ենք միայն անհրաժեշտ կադրային փոփոխություններ, որպեսզի ընտրությունները լինեն ազատ ու արդար։ Մեր կողմից ժամանակավոր կառավարության անդամները չեն մասնակցելու հաջորդ ընտրություններին։ Նախարարություններն աշխատելու են նույն աշխատակազմերով, պետությունը կանգ չի առնի։ 100 օրից հետո լուծարվում ենք։ Մենք չենք գալիս իշխանություն վերցնելու, հետագայում անարդար վայելելու նպատակով։ Մենք գալիս ենք օրենքները բոլորի համար փոխելու։ Գրանցվիր «Բոլորին դեմ եմ» շարժմանը։